Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ 2008 թվականից փետրվարի 19-ը Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է որպես գիրք նվիրելու օր։ Իսկ ինչու հենց Թումանյանի ծննդյան օրը։ Ներկայիս Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը կապել Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ։ Նրա խոսքով Անդրկովկասում չկար գրողների միություն։ Թումանյանն ստեղծեց Վերնատունը, որն ինքնին գրողների միություն էր։ Տոնը բազմախորհուրդ է։ Այն եւս մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, կարևորենք ընթերցանությունը։ Եթե ոչ հաճախ գոնե տարվա մեջ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր հարազատներին, բարեկամներին, ինչու՞ չէ նաև անծանոթներին։ Անցյալ տարի անդրադարձել էի բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի «Որբերի ամենայն հայոց հայրիկը» աշխատությանը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված է Թումանյանի կյանքի վերջին տարիների գործունեությունը, թե ինչպես է նա հանձն առնում հայոց մեծ եղեռնի հետևանքով Հայաստանի որբանոցներում ապաստան գտած մանուկների որբախնամ գործունեությունը։ Ունեմ իդեպ աշխատության վերաբերյալ պատրաստած տեսանյութ, կարող եք դիտել կամ ուղղակի ընթերցել այս հոյակապ ու կարևոր աշխատությունը։ Իսկ այժմ ցանկանում եմ անդրադառնալ Հովհաննես Թումանյանի հոդվածներին։ Թումանյանը շատ էր թղթակցում մի շարք պարբերականների, ինչպիսիք են Մշակը, Հորիզոնը, Նորդարը, որոնք լույս են տեսնում Թիֆլիսում։ Անդրադառնալով ընդհանուր նրա հոդվածների բովանդակությանը, հարկ է նշել, որ Թումանյանը չէր սահմանափակվում միայն գրական կամ մշակութային նյութեր տրամադրելով պարբերականներին։ Նա անդրադառնում է ցանկացած թեմայի, ինչը անհանգստություն էր առաջացնում հասարակության շրջանում, այնպիսի խնդիրների, որոնք վերաբերում են թե գրական, թե մշակութային կյանքին, թե քաղաքական, թե ազգային խնդիրներին։ Ուսումնասիրել եմ եւ առանձնացրել 3 հոդված, որոնք ունեն նաեւ արդիական բովանդակություն։ Ձևն ու հոգին, գրականության ազգային պաշտպանություն պետք է լինի եւ մեր գրական վարք ու բարքից հոդվածները։ Ձևն ու հոգին տպագրվել է 1910 թվականին Հորիզոն թերթում։ Թումանյանը հոդվածում անդրադառնում է այն խնդրին, որը ձևավորվել էր Թիֆլիսի հայոց թատրոնի շուրջ, ինչը լայն քննարկման առարկա էր դարձել հասարակության շրջանում։ Թումանյանը կարևորում է, որ հասարակություն առաջնային պետք է գիտակցի, տեսնի ու կարևորի բովանդակությունը, այլ ոչ միայն ձևը։ Եվ գտնում է, որ ձևն ու բովանդակությունը պետք է լինեն ներդաշնակ։ Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը, ձևը եւ ներքին իմաստը, հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց այդ ներդաշնակությունը դժբախտաբար շատ է դժվար, եւ մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։ Ես ժամերով նստել ու վերլուծել եմ ու հասկացել եմ, որ շատ կարևորում եմ ձև, ինչպես որ շատերը։ Մենք երբեմն մոռանում ենք բովանդակության մասին։ Տեսեք, Թումանյանը անդրադառնալով Թիֆլիսի հայոց թատրոնի այդ խնդիրներին, նա կարևորում է իհարկե թե նյութական օժանդակությունը, թե կազմակերպչական աջակցությունը, բայց դիմում է հասարակությանը, որ ձևն ու բովանդակությունը լինեն ներդաշնակ։ Տեսեք, ինչքան կարևոր միտք են արտահայտում, ինչքան արդիական, ինչքան է այդ ամեն ինչը հիմա աններդաշնակ։ Նա տալով իհարկե այն մեծերի անունները Սունդուկյան, Ադամյան, որոնք ստեղծել են թատրոնը, այլ ոչ թե թատրոնն են նրանց ստեղծել, ինչպես որ ընդունված է հասարակության շրջանում մտածել։ Թումանյանը դիմում է, որ մի հատ սա հասկանան, այս գաղափարը ըմբռնեն, այս բովանդակությունը կարևորեն, հետո նոր ներդաշնակեն ձևի հետ։ Ընդհանուր առմամբ ձևը, ձևաչափը բովանդակությունը ներկայացնելու միջոց է, եւ այս երկուսի ներդաշնակությունն էլ արդեն իսկ կլինի բովանդակային ինքնին։
որը Թումանյանը կարևորում է։ Հիմա էլ մենք դիտում ենք որևէ տեսակ, կամ որևէ նյութի հետ առնչվում ենք ու ծանոթանում ենք, մենք միանգամից երևի թե կարևորում ենք ձևը, մոռանալով արդեն բովանդակության մասին կամ քիչ կարևորել, ոչ թե մոռանալով։ Եվ այս երկուսը արդեն դառնում են աններդաշնակ, ինչի հետևանքով միանգամից տուժում է բովանդակությունը։ Շատ դիպուկ է Թումանյան արտահայտում, այս մտքի շուրջ ժամերով կարելի է խորհել, ժամերով կարելի է մտածել, քանի որ ինքը ավելի քան արդիական է։ Հաջորդը գրականության ազգային պաշտպանություն պետք է լինի հոդվածն է, որը տպագրվել է 1916 թվականին Հորիզոն պարբերականում։ Թումանյանն այս հոդվածում անդրադառնում է, թե որքան կարևոր է որևէ աջակցություն գրականությանը։ Եվ գրականությունը չի կարող զարգանալ միայն ընթերցողների քանակի հաշվին, որովհետև գրականությանը պետք է ազգային պաշտպանություն լինի, գրականությանը պետք են մեկենասներ։ Եվ միևնույն ժամանակ նա հղում է անում այն ստեղծագործողներին, այն գրողներին արտասահմանյան, ովքեր ունեցան մեկենասներ ազգային օժանդակություն, ու միևնույն ժամանակ հղում է անում բոլոր այն հայ գրողներին, ովքեր թողեցին գրականությամբ զբաղվելն ու սկսեցին այլ գործունեություն ծավալել, որովհետև չունեին համապատասխան օժանդակություն։ Ու Թումանյանը համեմատելով շեշտում է, որ վերջին շրջանում ամենից քիչ գիրք տարածաշրջանում տպագրվել է Հայաստանում, ներկայացնելով թե որքան գիրք է տպագրվել օրինակ Վրաստանում, Թուրքիայում։ Գիտեք, բանաստեղծ այդ հոդվածով փորձում է հասկացնել, փորձում է ներկայացնել, որ ինչքան էլ գրողը ունենա տաղանդ, ինչքան էլ նա լինի հանճար, եթե չունի ազգային պաշտպանություն, օժանդակություն, դժվար է նա կարողանա մինչև վերջ ստեղծագործել, դժվար է նա կարողանա միայն այդ գործով զբաղվել։ Ընթերցեմ մեջբերում հոդվածից։ Այո, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել արդեն վաղուց ասված է, կնշանակի ստեղծել։ Անդրադառնամ մյուս հոդվածին մեր գրական վարք ու բարքից։ Միանգամից սկսեմ մեջբերումով։ Մեր լրագիրները փեշակ են շինել, հալածել ու հայհոյել գրականությանն ու գրողներին։ Իհարկե միշտ քննադատության անունով, գրականության վրա սրտացավ հսկողի հավակնությամբ, միշտ անաչառություն աղաղակելով։ Թումանյանը դիմում է մշակ պարբերականին, հակադարձում է պարբերականի այն նյութերի բովանդակությանը, որտեղ ներկայացվում է, թե գրողները ինչու են իրենց ստեղծագործություններում, իրենց հոդվածներում կամ առհասարակ իրենց արտահայտած խոսքում փորձում պարակտություն մտցնել հասարակության շրջանում։ Այսինքն, եթե մտավորականը գրողը արտահայտում է իր կարծիքը որևէ ազգային մտահոգության, ազգային խնդրի, որևէ հասարակական, մշակութային, գրական խնդրի շուրջ, դառնում է թե իբրև փորձում է պարակտել հասարակությանը, պարակտություններ մտցնել հասարակության շրջանում եւ ծաղրուծանակի առարկա դարձնել հայոց ազգը համաշխարհային հարթակներում։ Բնականաբար Թումանյանը սրան հակադարձում է, շեշտելով, որ ամենևին գրողներն ու մտավորականները այդ նպատակը չեն հետապնդում։ Եթե իհարկե որևէ մեկի արտահայտած կարծիքը իրոք պարակտություն մտցնելու նպատակով չէ։ Ընդհանրապես Թումանյանը գտնում է, որ գրողը, մտավորականը ոչ միայն պետք է ուղղակի ստեղծի գրական ստեղծագործություններ եւ հրամցնի ընթերցողին, այլ նա առաջինը պետք է անդրադառնա բոլոր այն թեմաներին, բոլոր այն խնդիրներին, որոնք ունեն ազգային բնույթ, որոնք հասարակական, սոցիալական, մշակութային, գրական կապ չունի, որ շրջաններին են առնչվում։ Թումանյանի ֆենոմենը կայանում է նրանում, որ նա ուղղակի գրող չէր, ստեղծագործող չէր, նա այնպիսի մտավորական էր, ով առաջինն էր անդրադառնում ազգային տարբեր խնդիրներին, շուրջ ծավալվող թեմաներին, դա ակտիվորեն հոդվածներ էր գրում եւ ոչ միայն գրում էր, խոսում էր այդ ամեն ինչի մասին, այլև վերածում էր արդեն գործի։ Ու գիտեք, երբեմն երբ մենք համարձակություն ենք ունենում չկարևորելու գեղարվեստական գրականությունն անվանելով այն հորինված պատմություններ, կերպարներ, պետք է հասկանանք, որ դրանք արժան են ուսումնասիրության նախ, խորը, վերլուծության եւ արժանի են, որ մենք այդ ամեն ինչը փոխկապակցենք ուղղակի կյանքի հետ։ Ու կհասկանանք, թե որքանով են դրանք միշտ արդիական։ Ու եթե դրանք չունենային արդիական շունչ, դրանք լինեին ուղղակի հորինված կերպարներ ու պատմություններ։ Իդեպ դրանք հորինված կերպարներ չեն, դրանք հավաքական կերպարներ են ու հավաքական պատմություններ են։ Օրինակի համար Թումանյանի ո՞րն է
հերոսն է, որ մի պատմությունն է հորինված, որտեղ ներկայացվում օրինակ գյուղական ողջ գունապնակը, Նեսոյի Ղարաբաղնիսը կամ Գիքորը կամ նրա հեքիաթները կամ որևէ ստեղծագործություն։ Ու եթե դրանք չունենային արդիական շունչ, նրա շատ ու շատ ստեղծագործություններից մեզ համար արդեն թևավոր դարձած մի շարք խոսքեր մենք առայսօր մեր ամենօրյա խոսքում չենք գործածի։